Սամվել Կարապետյանի կալանավորումը ինչի հետևանք է ձեր կարծիքով։ Ինձ թվում է իր քաղաքականություն մտնելու մեջ։ Իր այդ ցանկությունը երևի ուզեցել է քաղաքականության մեջ մտնի։ Իսկ մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում, նրանք խոցելի են, էլի։ Կալանավորվեց ձերբակալվեց այն ժամանակ, երբ որ կանգնեց եկեղեցու կողքին եւ կարծիք էր հայտնել, պաշտպանել էր եկեղեցուն, նորմալ է սա ձեր համար, որ կարող է թիրախավորվել կարծիք հայտնելու համար։ Դա ամեն դեպքում նորմալ չի, կարող է ուրիշ բաներ էլ կա այնտեղ, չեք կարող ասել, չէ՞։ Դժվար մենակ այդ արտահայտության համար այդտեղ չեմ կարծում, որ այդպես սպառնալիք կար։ Իսկ ինչ կարող է լինել ձեր կարծիքով։ Հազար մի բան կարող է լինել։ Այս մեր երկրում ինչեր ենք տեսել մենք, դրսերի հետ կապած, ներսի հետ համագործակցելով շատ բան ենք տեսել։ Ինչ որ տեղի է ունենում, անընդունելի է իմ համար, սխալ բաներ են։ Դե չեմ ուզում մանրամասնել, ես էլ շտապում եմ, այդքան բան։ Տեղին չի, ոչ մի բանն էլ տեղին չի։ Ապորինի մի հատ, որ ասում եմ, կներեք էլ որ գրականս, որ ասում եմ, խելքները ոչի բան չի հասնում, ինչ կարող են անում։ Ես տենց կգնահատեի։ Ամեն դեպքում ապորինի է այդ ամեն ինչը։ Նորմալ է ձեր համար, որ եկեղեցու կողքին կանգնելու համար իրենց դիրքորոշումը հայտնելու համար մարդուն կարող են թիրախավորել կալանավորել։ Չէ, իհարկե, նորմալ չի դա։ Նորմալ չի։ Մարդը իր կարծիքն է արտահայտել, սատար է կանգնում եկեղեցուն, ինչը դա ասեք նենց կոշ չի արել, որ կոպիտ ասած ժողովուրդ էլեքսնես, այդ բանով էլ ասեմ, ինձ թվում է չէ, իմ կարծիքով եկեղեցու հարցերին ընդհանրապես ոչ մեկը պետք է չխառնվի, ընդհանրապես ոչ մեկը չպետք է խառնվի, եկեղեցին նենց կառույցը իրան ներսում իր հարցերը կարող է լուծի։ Կալանավոր պետք է, պետությունը էսի կարող է բարդակ երկիր արյան Պուտինի պես Ռուսաստանը, ճիշտ են արել, ինչ գործ ունի խառնվում է, մենք ընտրել ենք այս մարդուն, կգա այս ընտրությունները վատ կլինի կհամենք, հիմա իրան փոխարինող չկա, ով կա, մենք իրա կողքն ենք, եկեղեցու կողքն ենք, ինքը ով է, որ եկել է խառնվում է, եկեղեցին թող իր մեջի հարցերը լուծի, անկախ է, ինչ է, իրանք ունի մարդ, հիմա մենք ամուսնացած եմ Լևի կարամ գնամ, չէ, չի կարելի էդի, մանավանդ քրիստոնեական մարդիկ են։ Ես ոչինչ չեմ կարող ասեմ, հասարակ մարդ եմ, ես ինչ իմանամ, ինչ որն է ճիշտ, որն է սխալ։ Մենակ գիտեմ, որ եկեղեցուն չի կարելի կպնել, որտեղ մեր ժողովրդի հավատքը հենց այդ եկեղեցին է։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ, կներեք։ Ձեր կարծիքով սպառնալիք է Սամվել Կարապետյանը պետության համար։ Չեմ անում, չգիտեմ, բայց ինչ որ խառնա երկիրը, այդ արդեն դառնում ոչ մի խոսք։ Շատ խառն է, այնքան որ ժողովուրդը հələ որ զեն չի անում, ու մաս սպասում չգիտեմ, որ կան հասնեն գլխներից նոր կիմանան ինչա ինչ չի։ Սպառնալիք է Սամվել Կարապետյանը պետության համար։ Չի, իհարկե ոչ։ Չի սպառնալիք։ Սպառնալիք կա, չէ, իքը սպառնալիք չի։ Մի սպառնալիք գոյություն ունի, հետ էլ Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ ոչ մեկ սպառնալիք չես երկրի համար։ Ըստ ինձ։ Ոնց որ ասեմ Սամվել Կարապետյանը իր կարծիքն հայտնել, ես իմ կարծիքն չի հայտնել։ Հա, ինքն է սպառնալիք։ Լեսնիկ մեղմ եմ ասում, ուրիշ սպառնալիք եմ ասում ուղղակի։ Սամվել Կարապետյանի նման որ շատ էլի, մենք մեջքներից կայնած է էլի մարդը, պետք է շատ էլի դրա թավոր տղեկ, որ ապահովել են։ Ասում են սպառնալիք։ Շատ, դե երևի Նիկոլը ուզեցել տեսել է, որ բան է, խանգարում է իրան։ Շատ սխալ բան է կատարվել, շատ սխալ բան, այդ կամ մի բան։ Սպառնալիք էր օրինակ կալանավորեցին։ Ինքը մարդ էր մեծատարով։ Դա ինչի համար կալանավորեցին։ Կալանավորեցին, որովհետև Նիկոլը ինքը իրանց է վախենում, ինչ մնացած որ Սամվել Կարապետյանը չվախենա։ Սխալ էր կալանավորում էլի, այդ ցուցատայ խոսքի ազատություն չկա։ Ուրեմն ես եմ մի սխալ բան ասում, բարձան տան բանդակին սխալ բան անում։ Այդ ցուցատայը դեմոկրատիա չկա։ Նիկոլի ասածը չի համընկնում իր խոսքերի հետ։ Մարդը մի բան ասել է, բայց նստել հետը կարգի խոսալ բացատրել պետք չէր էլի։ Սազակացել հագակով մարդուն բառնես գցես երկու ամիս
բան է, դա աղագի գործ անեն, ցիրկներ է սարքում, հիմա որ բան չի ֆինանսավորի ճիշտ կանի, արդե գնացեք, ինք պետք չէր էլի դա, իր պատիվը գցեց վարչապետը, Սպառնալիք էր ըստ ձեզ Սամվել Կարապետյանը պետության համար։ Ոչ բանը չէր արնի, ama ընտրություն կլներ, որոշեն ժողովրդուն կուզե կնդրի, ինչ են է ձևը խառնվել, ինքն էլ է խառնվել, պետք չէր։ Պիտի բայլի նստի խոսա, վերջացա, ինչ պետք չէր, անտեղի խառնես, Ռուսաստանում մեր էստեղ էլ, Արաբամյան ասես պետք չէր, ինքը վատ բան չի արել, ուղղակի ասել է, կարող ես ասեմ, իրան պաշտպանում եմ, ուրեմն ինձ եմ պիտի բռնես տանես։ Կոնկրետ ես Սամվել Կարապետյանի դեմ ոչինչ չունեմ, ես ուղղակի իմ ասելիքը նա է, որ այս կյանքում այո, ով ինչ որ մի սխալ է գործում, ով ուզում է թող լինի, անպայման իր պատիժը պետք է գտնի։